Այնուամենայնիվ Պուտինը, եթե Պուտինի մասին է խոսքը, պարզ է, որ ինքը կուզենա, որ ստեղ ուժեղանա Ռոբերտ Քոչարյանը։ Չեմ կարծում, որ ինչ-որ այլ բաների մասին ինքը կմտածի։ Իմ կարծիքն է դա, դուք կարող եք ասել, բայց նախկինները իդեմս Քոչարյանի, Սերժ Սարգսյանի վարկանիշը ցածր է եւ այլ։ Ինչու բացահայտեցին այդ դեպքում այդ ведомостիով, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը դա ռուսամետ քաղաքական գործիչներ են։ Ամբողջ հայ ժողովուրդը գիտի դա։ Մենք գիտենք, բայց Ռուսաստանը իր ԶԼՄ-ով է ասում։ Հասկանում եմ, բայց ես Նա ինքն է ասում, սա իմ գործակալն է։ Հետո էլ ասում ենք Ալեն Սիմոնյանը ինչու է ասում։ Ну, ես կարծում եմ, էտել ինչ-որ հիբրիդային քայլ է, մի կողմից ասել, որ այս մարդիկ մեր մարդիկն են, որ համախմբեն այս մարդկանց շուրջ, հենց պրոռուսականները, այո, բայց միտքս ինչու՞մ է, ինչու Ռուսաստանը կմտածի Ռոբերտ Քոչարյանի մասին, ինչու, քանի որ հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այդ փաստեր են, չէ, այդ մենք հիմա ինչ-որ բաներ չենք ասում նոր, հենց իր ժամանակ Ռուսաստանին տրվեցին, հիշում եք, գույք պարտքի դիմաց լուրջ մեր գործարաններ, նաև ռազմական ոլորտի, իր ժամանակ շատ ու շատ որոշումներ ընդունվեցին կապված ռազմաբազայի հետ։ Ես հիշում եմ, երբ որ ես Մոսկվայում աշխատում էի, դեսպանատանը մենք երբ որ ռազմաբազայի պայմանագիրը ստորագրում էինք 50-50-ի, ծախսերը կիսվում էին։ Հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ու Սերժ Սարգսյանի ժամանակ դարձվեց, որ հիմա Հայաստանը ամբողջը փողերը փակում է այդ ռազմաբազայի։ Շատերը չեն հիշում, բայց շատ բաներ կապված համատեղ ռուս հակաօդային համակարգ Սերժ Սարգսյանն ամծրե, չէ։ Մենք մարդիկ միամիտ մտածում են, որ Հայաստանը ունի հակաօդային համակարգ։ Չունենք մենք։ Դա համատեղ է Ռուսաստանի հետ։ Ու քանի որ Ռուսաստանը ասում է Ադրբեջանը չի արձակվում ձեզ վրա, չի թույլ տալիս, որ մենք այդ հակաօդայինը օգտագործենք, պաշտպանենք մեր օդը։ Այդպես եղել է 2022 թվականի սեպտեմբերին, այդ փաստեր են։ Միտքս ինչու՞մ է։ Այդ ведомостիով ոչ մի գաղտնիք չեն բացի, այդ մարդիկ իրանց գործունեությամբ պրոռուսական։ Սերժ Սարգսյանը չհրաժարվեց ասոցիացիա ստորագրել Եվրոմիության հետ։ Ուրեմն ուզում եմ ասել, այդտեղ մեծ գաղտնիք չի, միգուցե Ռուսաստանը ինչ էր ուզում ասել, որ հայեր պրոռուսական։ Նորմալ մարդիկ, ովքեր մտածում են Ռուսաստանի հետ պետք է աշխատել։ Այստեղ է մեր շահը, ստեղ են մեր մարդիկ, այս սրանց շուրջ համախմբվեք։ Բայց իմ կարծիքով, եթե Պուտինի մասին է խոսքը, ինքը մտածում է երկրորդ նախագահի մասին։ Ուրիշ բան է, հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի, այդ ուրիշ խնդիր է։ Բայց Ռուսաստանի ցանկությունները իրանց ուղեղում Պուտինի, իմ կարծիքով կապված են երկրորդ նախագահի հետ։ Եվ Գյումրիում էլ այդպես ռեպետիցիան արվեց, հա։ Այո, ու բավական հաջող արվեց, կան փաստեր, հիմա կան բաներ, որ ճիշտ չի ասել։ Կան փաստեր, որ կիբեր հարձակում եղել է, կան փաստեր, որ նաև քվեարկության հետ կապված եղել են խնդիրներ, Ռուսաստանը խրախուսել է ուղղություն քվեարկության, բայց այո, ռեպետիցիան եղավ Գյումրիում։ Հիմա պետք է, այո, արդար ընտրություններ անցկացնես, ոնց եղավ Գյումրիում։ Ինչքան չէին բողոքում ընդդիմադիրները, մի հատ բողոք օֆիցիալ չտվեցին։ Արդար պետք է անես, բայց պետք է պաշտպանես հասարակությունը ռուսական հիբրիդային պատերազմից։ Ուրեմն ես հույսով եմ, որ մեր իշխանությունները խոսքից կանցնեն գործի։ Ինչ մենք չենք անում, օրինակ, ես մի օրինակ ձեզ բերեմ։ Շատերը մտածում են, որ աշխարհը գիտի, որ Ալիևը չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիր, Հայաստանը նախ ուզում է։ Այդպես չի։ Իմ շփումները եվրոպացիների հետ, տարբեր այլ երկրների, ոչ եվրոպական փորձագետների, դիվանագետների հետ ցույց են տալիս, որ իրանք այդպես հստակ չգիտեն, էս ինչ է։ Հա, մի կողմից Հայաստանը ասում է, որ ուզում է ստորագրել, բայց մյուս կողմից Ադրբեջանն էլ ասում է, որ ուզում է ստորագրել։ Ու պարզ է ժամանակ ենք ծախսում մենք փորձագետներս բացատրելու, որ մերոնք իրոք ուզում են, Ադրբեջանը դադակ խոսքեր է ասում։ Ու ես հասկացա դա ինչի հետ է կապված, երբ որ վերջի ելույթները մեր արտգործնախարարի, վարչապետի տարբեր միջազգային կառույցներում նայեցի, վերջի ասենք կես տարվա, ինչ հետաքրքիր էր, նայեցի վերջի ելույթները, հիշում եք, Անտալիայի ելույթը Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի վերջի ժամանակվա ելույթներից մեկը հիմա Էստոնիայում ապրեք,
Երբ որ հարցը գնում է խաղաղության պայմանագրից, մերոնք մենակ խոսում են մեր դիրքորոշման մասին։ Հասկացան մարդիկ, որ մենք ուզում ենք, բայց չենք ասում, որ չի ուզում Ադրբեջանը, չենք ասում, որ ձգձգումը գնում է Ադրբեջանի պատճառով, հստակ չենք ասում։ Հետո նեղանում ենք, որ աշխարհում մեզ չենք հասկանում։ Դες շատ կարևոր է, որ դու ասես, օրինակ նույն Արցախայցյան հարցերը, չեմ ասում գործող իշխանությունները, եթե խաղաղության գնան, շատ շարքեն այդ հարցերը, բայց այնուամենայնիվ պետք է ասեմ, որ Արցախահայությունը իրավունք ունի վերադառնալ։ Չէ, պետք չի պայքարել, որ վերադառնալ։ Այսօր ռեալիստիկ չի, բայց դու պետք է նեղության մեջ գցես Ադրբեջանին։ Թույլ տեղերը անընդհատ հիշեցնես, որ աշխարհը ասի, Ադրբեջան քիչ է ստողնում, որ մարդիկ վերադառնան։ Մասսայական գնում է ոչնչացում, հայկական ժառանգության Ղարաբաղում։ Կան փոքր գյուղեր, որ ընդհանրապես ոչնչացնում են։ Ես չեմ ասում ոչնչացնում են տարբեր այդ հուշարձաններ կապված երկրորդ պատերազմի համաշխարհային կապված մեր հերոսների Արցախի ոչնչացնում են։ Մենք չենք ասում։ Ու այդպես է ստացվում, որ հավասար է վիճակը։ Եվ Հայաստանը ուզում է ստորագրել, եւ Ադրբեջանը։ Ուրեմն մեր ռոպագանդան մի քիչ պետք է աշխատի։ Չեմ ասում, որ ակտիվություն չկա, միշտ գովացել են այս իշխանություններին գոնե վերջի 2 տարիը ակտիվ միջազգային հարթակներում աշխատում են։ Բայց այդ ակտիվության մեջ պետք է լինեն այդ բաները, շատ կարևոր։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, ես ուզում եմ խաղաղություն, ինքը պետք է ասի, բայց Ալիևը չի ստորագրում, ես մեղավոր չեմ, դու պետք է կոնկրետ մարդկանց ասես։ Առաջի այդ գործոնը պետք է հաշվի առնի կառավարությունը, մեր առաջարկը փորձագետների։ Երկրորդ գործոնը, բարձ է Ադրբեջանը կաշառում է։ Այ դուք ասեցիք այս վերջի Ստեփանակերտի միջոցառմանը եղել են եւ ռուսները, եւ ուկրաինացի, եւ դիվանագետները, եւ փորձագետները, բայց եղել են նաեւ падգամավորները Իտալիայից։ Եվրոպարլամենտի падգամավոր 1 թե 2 հոգի էին։ Իտալիայից, Եվրոպարլամենտում շատերը չգիտեն հարաբերակցությունը։ Եվրոպարլամենտի 700 падգամավորից 650-ը դաժան պրոհայկական են, դաժան։ Պրոհայկական չեն, սխալ է ասել պրոհայկական, դաժան պրոհայկական են։ Բայց Ադրբեջանը գտնում է այն 1-2-ին, կաշառում է, բերում է, խոսացնում է։ Ահա, ստացվեց այդպես, որ իրանց երկու падգամավորը կաշառված ավելի էֆեկտիվ են, քան թե մեր 650-ը, ովքեր գաղափարախոսական մեր բարեկամներ են։ Ու մյուսը, ավարտեմ։ Հիմա պատկերացրեք մեկ բան։ Այ մենք հիմա խոսում ենք, որ Ադրբեջանը ճկուն է, լավ օգտագործում է պահերը, Զելենսկին չէ, շնորհակալություն հայտնեց Ադրբեջանին, որ հումանիտար օգնություն է տալիս։ Մեզ շնորհակալություն չհայտնեց, որ մենք ՄԱԿ-ում վերջի քվեարկության ժամանակ դատապարտեցինք Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ, Ադրբեջանը ձեռնպահ էր։ Ինչու՞։ Ադրբեջանը ընդհանրապես չմասնակցեց։ Չմասնակցեց, ճիշտ եք, դա կարելի ասել եւ ձեռնպահ, բայց ռեալ ձեռնպահ խուսափեց։ Այ ընդհանրապես։ Ընդհանրապես։ Ինչի ինքը գոված իրանց, մեզ չի։ Մենք չենք կարող կապիտալիզացնել, ծախել, կոպիտ ասած մեր առածը, բայց դա պետք է ասես, քանի որ մենք անընդհատ վախում ենք ասենք, որտեղ ենք մենք։ Ու ես ուկրաինացիներին հասկանում եմ, եթե Հայաստանը քվեարկեցի Ուկրաինայի, հետո երբ որ հարց են տալիս մերոնց ու մերոնք ջրում են, ասում են չէ, մենք կողմ քվեարկեցինք այդ բանաձևի պրոուկրաինական, մենակ այլ հարցերի պատճառով դու արժեքազրկում ես քո քայլը։